Ես Մուսալյալյան Արտուշն եմ, 10 տարեկան, ապրում եմ մամայիս հետ։ Մամաս գնում է ուրիշի դաշտերն է մշակում, լավից վատից փող է աշխատում, էզի հաց առնում ենք ուտում ենք։ Ես շատ եմ նեղում, որ մայրիկս եթում է դաշտ, բայց նաև հասկանում եմ, որ մենք մայրիկս չեթա դաշտ, բան չի լինի ուտելու։ Արտուշ ջան, արի բալես կղացքը հավատենք, տղես հանձրը բակարում։ Մամաս որ հոգնել գալիս է, ես օգնում եմ մայրիկիս, տները մաքրում եմ։ Մաման, որ առավոտից հելում եմ, սուրճ եմ պատրաստում տա իր համար։ Իմ ընկերը մայրիկս է, ես ընկեր չունեմ։ Ես իրա հիշում եմ, ինչ ելնում է, ես իրան ասում եմ։ Իմ մայրիկն է իմ հարստությունը, կարևոր է միշտ մայրիկս լինի իմ կողքին։ Ամեն ինչ կանգտնենք, բայց մայրիկ չեն կանգտնենք, մայրիկը մի հատիկ է։ Ես հլը ծնված չէի, որ մամաս ու պապաս բաժանվեցին իրարից, ու ես պապայից չեմ տեսել։ Ես տարիների ընթացքում ինքը չի եկել ինձի տեսեմ։ Ես իմ դասարանցիքներին չեմ ասում, որ իմ պապան ինձ չի հիշում։ Ես իրանց էլ ասում եմ, իմ պապաս գնացել է Ռուսաստան։ Ես դպրոցից հետո եթում եմ լույսի տուն կենտրոնը, որ մայրիկիս հոգսը մի քիչ թեթևանա։ Այնտեղ դաս եմ անում, հաց եմ ուտում, խաղում եմ, հանդես ենք անում։ Այնտեղ ես ինձ լավ եմ զգում, որովհետև մենք իրար բոլորս նման ենք։ Մամաս չի ասում շորեր առնի, լինում է, որ շորս, կոշիկս ծակ է լինում, բայց ես եթում եմ դպրոց, որ գոնե լավ մարդ դառնամ, նույն դասան չմնամ։ Ես դասի ժամանակին ինձ եմ նստում, որ չերևա կոշիկիս տակը ծակա, շորս ծակա։ Ասորոց խնդրում եմ, որ մեր լավ օրեր տա, մամայիս առողջություն։ Մարդիկ կան, որ մի կտոր հաց էլ չունեն, բայց մենք ունենք, հլը պիտի գոհանենք, որ մենք ունենք։ Լինում է, որ մայրիկս չի կամ լուսի վարձը տա, ջրի վարձը տա, օրերով մնում ենք մրցության մեջ։ Տունը տերևուզը չունենք, շատ կուզեի մենք հեռուստացույց ունենայինք։ Մամաս սար ջրով լվացք անում, մատեր սաղում է, ես կուզեի մայրիկս լվացքի մեքենա ունենալ։
Իմ դասանցիկները բոլոր հեռախոս ունեն, բացի ինձանից։ Կուզեի սամակատ ունենալ, բոլորի պես քշեի, դուրս գայի, զբաղվեի գոնե։ Ես մեր բարեկամի հեռախոսով նայեցի ես երազեցի, որ ես այդտեղ լինեմ, իմ երազանքները կատարվեն։ Ես կուզեի տեսնել աշխարհի ամենալավ մարդուն։ Բարև ձեզ, ես էլ Արտուշի սիրած երգիչն եմ, Խաչիկ Արենցին։ Այսօր պետքա կատարենք մի հրաշք հայորդու երազանք, աստվածահաճո օր ժողովուրդ ջան ինձ համար։ Պատիվ ունեմ մասնակիցը լինելու այս նախագծին եւ կատարելու մեր փոքրիկ հրաշքի երազանքները։ Արտուշ ջան, ես սպասում եմ քեզ։ Դե ինչ ժողովուրդ ջան, մեր կյանքն էլ սենց դասավորվեց։ Այսօր պիտի աշխատեմ ռեզոն խանութների սրահում, հանդիպումը լինելու է անակնկալներով լեփլեցուն, դրա համար պատրաստել ենք մի փոքրիկ չնախատեսված անակնկալ։ Ես պիտի լինեմ խանութի վաճառողներից մեկը, տեսնենք Արտուշը շուտ գլխի կընկնի, թե չէ։ Շատ կուզեի իրան նմանվեի։ Ես մտածում եմ, որ Իրանից շատ բան կսովորեմ, ու ինքը կդառնա իմ ամենալավ ընկերը։ Ես հավատում եմ հրաշքներին, ու մամայիս էլ եմ ասում, հրաշքները իրականանում են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք իմացել ենք, որ դուք ունեք լվացքի մեքենայի եւ հեռուստացույցի կարիք։ Դուք հիմա այն խանութում եք, որտեղ այդ ամենը կա։ Կարող եք անցնել եւ ընտրել ձեր ապրանքները։ Համեցեք։ Արի բալես։ Արի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ ինչ է հետաքրքրում։ Հեռուստացույցն։ Ինչ գնեի սահմանում եք նախընտրում։ Ինչ գնանոցն է կացչան։ Տարբեր գնեի սանդղակներում ունենք։ Ինչ սահմանում եք, էլի նախընտրում։ Ճիշտ ասած մենք պատրաստ չենք վճարելու։ Հեսա տնօրինությունից հասկանամ ինչ է այստեղ կատարվում ու մոտենեմ, լավ։ Այս ինչ նկարահանում եք իրականացնում, տնօրինությունը տեղյակ է, մեր զբաղվածությունը, ձեր նկարահանումները, այս ինչ է կատարվում, հյուրեր ունենք, հա, ոնց որ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչով կարող ենք օգտակար լինել ձեզ։ Հեռուստացույց ենք ուզում։ Իսկ փոքրիկը կարողանում է երգել, մենք այստեղ ակցիաներ ունենք, եթե կարողանում են լավ ասմունքել, լավ երգել, մեր կողմից նվիրում ենք։ Կարողանում ես երգել, փոքրիկ ջան։ Այո։ Ինչ կերգես մի հատ լսեմ։ Ում գիտես երգիչներից։ Խաչիկ Արենցին։ Էտով է։ Ես չեմ լսել իր մասին, էտով է։ Իմ սիրած երգիչն է։ Որ իրան տենաս ինչ ես ասելու։ Տեսել ես իրան, հանդիպել ես այսքան ժամանակ։ Ոչ։ Բա որ հանդիպես ինչ ես անելու, ինչ ես ասելու։ Կասեմ իմ երազանքները կատարել։ Դե մի հատ երգ իրա, երգերից ծանոթանամ, ես չեմ լսել, չգիտեմ ով է Խաչիկ Արենցին։ Աշխարից աշխարհման եմ եկել, լավ ընկերոջքի չեմ հանդիպել, մարդիկ տարբեր են տարբեր, ոմանց համար փողն է դարձել տեր,
Գանձերի կղզի թե տան չեմ ուզում, սամակ հասկի սոխգեր եմ ուզում, միթե շատ բան եմ ուզում, Տեր Աստված իմ ուզածը լավ ընկեր սրտաբաց։ Գանձերի կղզի թե տան չեմ ուզում, սամակ հասկի սոխգեր եմ ուզում։ Վերնեն Ժանի, ախպերես։ Շատ ես սպասել քո Խաչիկ Արենցուն։ Ես էլ եմ քեզ սպասել, ցավդ տանեմ։ Ճանաչեցիր, սկզբից իմացար, բայց որ ես եմ, թե չէ։ Չիմացար։ Այսօր լավ օրենք ունենալու իրար հետ, ցավդ տանեմ։ Իրականում ինձ տեսնելը դա այդքան էլ հրաշք չի, որ դու ես պատկերացրել, որովհետև ես սովորական մարդ եմ, մահկանացու եմ, ժողովրդի միջի մարդ եմ, ցավդ տանեմ։ Իմ ներկայացրած ժանրն էլ ազգային երգեցողությունն է, այնպես է, որ ժողովրդի հետ շփումս միշտ պահում եմ, պահպանում եմ ու հասանելի եմ ժողովրդի համար, ցավդ տանեմ։ Բարձրությունը մարդու մեծությունը իր հասանելիության մեջ է, ախպերս, չէ՞։ Ինչքան ես սպասել։ 2 տարի ձեր երգերը լսում եմ։ Այ ես քո ցավը տանեմ։ Հեսա այսօր գեղեցիկ օրենք իրար հետ ունենալու, հա, ախպերս։ Սրանից հետո դու իմացի, որ մենակ չես, 24 ժամ քո Խաչիկ Արենցին հասանելի է քո համար եւ քո Սուրբ Օջախի։ Շատ ուրախ եմ։ Այսօր ինձ համար Աստվածահաճո օր է։ Երեխու ուրախությանը չգիտեմ ինչքանով չափսահման կա, չկա, բայց ինձ համար շատ հուզումնալից պահ է իրականում, որովհետև շատ մեծ պատասխանատվություն եմ կրում ինձ վրա։ Կատարելով այս մեր փոքր հրաշքի երազանքը։ Մենք պետք է կարողանանք թև ու թիկունք լինել, մեր Արտուշիկը ունենա մեծ ուժ, մեծ զորություն եւ թև ու թիկունք ունենա մեր կողմից ապահովված, որպեսզի ունենա նաև անհոգ մանկություն, չէ, ախպերս, որ հետագայում լավ սովորես, լավ մարդ դառնաս, հայրենիքին պիտանի մարդ դառնաս, ախպերս, չէ։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ, ձեր անձնակազմից, անձնից ձեզ Խաչիկ ջան, որ իմ երեխային իր երազանքին հասա։ Ես եմ շնորհակալ, պատիվ ունեմ։ Վստահ եղեք, Արտուշ ունենալու է լավ ապագա, հնարավորինս լինելու եմ իմ ընտանիքով հանդերձ իր կողքին, որպեսզի ունենա անցկացնի անհոգ մանկություն, հետագայում արդեն դառնա լավ մարդ, հայրենիքին, երկրին պիտանի անձնավորություն։ Ես իրան մեծացրել եմ մենակ, ամուսին չեմ ունեցել, ամուսնալուց։ Մի տխրեք։ Ես ուրախ եմ, որ իմ երեխայս ուրախ եմ տեսնում։ Ինքը սրանից հետո միշտ ուրախ է լինելու, վստահ եղեք, ես խոստանում եմ։ Չէ, ախպերս։ Այո։ Դուխդ տեղը։ Խոսքեր շատ ունեմ ասելու, բայց չեմ կարող։ Իմ մամաս ինձ մենակ է մեծացրել, մապաս մայրիկիցս բաժանվել է, թողել եմ աղբերներս է գնացել են, ուրիշ տեղ մեր հետ չեն մնում, որ մեզ օգնեն։ Ցավը տանեմ, պետքա շատ չնեղվես, մենք այսօր երկար կզրուցենք, հա, պետքա սրանից հետո ավելի ուշադիր լինես, մամային, որ լինես թև ու թիկունք, որովհետև ընտանիքի ծանրաբեռնվածությունը Մեծանա մայրիկս կպահեմ։ Ցավը տանեմ, ապրես դու, ախպերս։ Ապրես, ախպերս։ Խաչիկն էլ Արենցի, քո կողքը կանգնած է, քո ավակ ախպերն է, հա, ցավը տանեմ։ Վատ ապրելը, դժվարություններ հաղթահարելը ցավը տանեմ։ Դա այնպես չի, որ պետքա դու տխրես, դրանից ընկճվես, չենք ընկճվում։ Ես իմ մասին էլ մի փոքր կպատմեմ քեզ, դու քեզ մենակ չես զգա, որովհետև ես էլ եմ ունեցել քո նման մանկություն, ախպերս։ Խաչիկ ջան, ինքը շատ խելացի, խելոք հասկացող երեխա է։ Ես շատ ուրախ եմ։ Ես խոստացել եմ, որ ինքը լավ մարդ կդառնա, լավ կսովորի եւ կաշխատի ինձ կպահի։ Մենք էլ ինչով Իմ հիվանդության համար էլ ինքը շատ է նեղվում, բայց ասում եմ մամ ջան, ոչինչ, ես քո կողքին եմ, մի նեղվի։ Պետք չի նեղվել, ախպերս, դու էլ մենակ չես, հա, ցավը տանեմ։ Ես տանելու եմ Վայոց ձորի մարզ, իմ ծննդավայր, Արենի գյուղ, աղբերս։ Գիտես։ Եղեգնաձորից էլ է։ Եղեգնաձորից, ապրես, Ինքը բարեկամ ունի Եղեգնաձոր։ Իմ մանկությունը անցել է Եղեգնաձորում, գիտես, Արենի գյուղում։ Այո։ Ես էլ եմ ունեցել դժվար մանկություն։ Ցավը տանեմ, չենք նեղվում։ Տիկին Մարիանուշ, ճիշտն ասած, ես իմացա, որ դժվար եք ապրում, փորձել ենք մի փոքր, այսպես ասած, նվերներ տրամադրել ձեզ համար գնել եմ հեռուստացույց եւ լվացքի մեքենա,
որպեսզի մի փոքր թոթափեմ ձեր կարիքները։ Շատ շնորհակալություն։ Լվացքի մեքենա չեմ ունեցել, ձեռքով եմ անում, հեռուստացույց չեմ ունեցել։ Երեխաս երազել է, որ հեռուստացույց մեկ է լվացքի մեքենա ունենա։ Իր միակ երազանքն Արդեն ունի ինքը։ Հեռուստացույց, լվացքի մեքենա ոչ միայն։ Անակնկալներ ունենք դեռ պատրաստած, գնանք առաջինի հետևից։ Տիկին Մարիանուշ ջան, ուզում եմ ձեզ նվիրել այս ծաղիկները, ցանկանալ քաչ առողջություն, եւ որ թող այս դժվարին կյանքում միշտ ձեր ժպիտը անպակաս լինի ձեր դեմքից։ Շատ Եվ շնորհակալ եմ։ մեր Արտուշն էլ թող լինի ձեզ արժանի զավակ, Շնորհակալություն։ որովհետեւ գիտեմ դժվար ապրելակերպից ելնելով ջանք ու եռանդ չեք խնայել, որպեսզի կարողանաք մեծացնել մեր այս փոքրիկ հրաշքին։ Շատ շնորհակալ եմ Խաչիկ ջան։ Իմ երեխաս այսինքն երջանիկ չի եղել, ոնց որ այսօր եղավ։ Շատ շնորհակալություն Խաչիկ ջան։ Ես եմ շնորհակալ, Աստծո լույսը թող մեր բոլոր հայ օջախներից անպակաս լինի, Մարիանուշ ջան։ Ամեն։ Պարոն Ծառուկյանը եւս անտարբեր չի անցել ձեր հոգսերի կարիքների նկատմամբ։ Տիկին Մարիանուշ ջան, սա դրամական օգնություն է պարոն Ծառուկյանի կողմից ձեր առօրյա հոգսը թեթևացնելու համար։ Շատ շնորհակալություն պարոն Ծառուկյանից։ Իր մասին շատ լավ բաներ ենք լսել, որ ինքը մեզ նման մարդկանց օգնում է։ Շատ շնորհակալ եմ իրանից։ Քանի որ երկար ճանապարհ եք եկել, առաջարկում եմ գնանք միասին ճաշելու։ Շատ շնորհակալ եմ, որ իմ մայրիկի երազանքները կատարիք։ Ցավը տանեմ։ Արի գրկեմ մի հատ, արի։ Աղբերես։ Գնանք ճաշենք։ Դե գնացինք ցավը տան։ Արի։ Շնորհակալություն։ Հա, տեղը դուրդ եկավ աղբերես։ Հա, Լավ տեղա չէ, Արտուշիկ։ Սիրուն գյուղական միջավայր, չէ ոնց որ լինի, սենց ծիրանի ծառերով, բանով, չէ։ Ծաղիկներով։ Ծաղիկներով, սիրուն։ Արտուշ ջան, քանի որ ես սկզբում ասել էի, որ հաղորդումը լեփլեցուն է անակնկալներով, աղբերես, ես կամից իմացա, որ դու ունես որոշակի հագուստի խնդիր, փորձել եմ հնարավորինս լուծել նաև այդ հարցը, սրանք քոնը ցավը տանեմ։ Մի հատ, տես։ Լավ, շատ ուրախակներ, շնորհակալ եմ։ Շատ լավ, շնորհավոր եմ։ Ուրախակներ, լավ, Վարվես ցավը։ լավ մարդ է, ուրախությունը։ Լավն է։ Հույսով եմ, որ իրականացել է։ Բոլորն էլ լավ են, ուրախություն։ Հագնես առողջություն։ Ապրի Խաչիկ եղբայր։ Արտուշ ջան, դե արի միասին աղբերս ընտրենք, տեսնենք որն ես ուզում հագնես, որ հետո գնանք ճաշելու, հա? Դե Էսի հագնենք։ Որն ես ուզում դու։ Ձեր ցանկության։ Բերես հագից հավը տանեմ։ Էս։ Ես էլ հեսա քեզ կօգնեմ աղբերս, գնանք միասին սիրուն հագնվի, չէ՞։ Այո։ Ջան, արի։ Աղբերս, ոնց է, դուրուտ եկավ հագուստները։ Այո։ Պաստորեն աչքաչափից լավ եմ։ Ես մտածում էի կարա փոքր լինի, բայց
Լավ, ցավը տանը, բալը վայել ես։ Խաչիկ ջան, ուրեմն ես Արտուշիկի շատ վատ վիճակում եմ պահել, մեծացրել եմ, ես աշխատում եմ դաշտում, դառը քրտինքով պահել եմ, մեծացրել եմ, ինքը ունեցել է շատ վատ մանկություն, շատ դաժան մանկություն։ Ես հույսով եմ, որ այսօրվանից իր կյանքը կփոխվի ու ինքը կապրի ապահով ձեռքերում։ Իրականում ես էլ հեշտ կյանք չեմ ունեցել, ինչի կուզեմ պատմել, որպեսզի միայնակ չզգա երեխեն իրան, ձեր ընտանիքը։ Ախպերս, իմ ընտանիքն էլ շատ դժվար օրեր է հաղթահարել, երկաթյա տնակի մեջ ենք մնացել, տարիներ շարունակ, պայմաններ չի եղել, ջուր չի եղել, ոչ մի պայման նորմալ ապրելակերպի համար նախատեսված չի եղել, իմ մանկությունս այդպես է անցել, արժեքներ կան, որ գումարով չես կարող ձեռք բերել, հա? Արժեքներ կան չեն վաճառվում, այդ տան մեջ պայմաններ չի եղել, երբ որ մանուկ եմ եղել, բայց այդ տան մեջ եղել է զորություն, Աստված, որովհետև իմ ընտանիքի ամեն բացվող առավոտը եղել է աղոթքներով։ Մենք չգիտես ինչ շատ բաներ չենք երազել, ունենանք ոսկյա պալատներ, դղյակներ եւ այլն։ Ուղղակի նորմալ ապրելակերպ։ Փոքր ժամանակ, երբ որ 7-8 տարեկան էի, կանգնում էի կանգառում, որպեսզի պատահական մեքենա գա, պահեմ ձեռքով ու ինձ հարցա կվերցնի, չի վերցնի, որ գնամ երաժշտական դպրոց սովորեմ, ավարտեմ։ Հետագայում երազում էի, որ ընդունվեմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Այդ երազանքս էլ իրականություն դարձավ։ Չգիտեմ, ինչպես ասեմ, գուցե կյանքում կան դեպքեր, որ ծնողը չարչարվում է զավակի համար, բայց զավակը չի արժանանում այդ ամեն ինչին, որովհետև զավակն էլ պետք է մեծ պատասխանատվություն կրի իր վրա, որ կարողանա ծնողների սպասելիքները արդարացնի։ Դե ինչ Արտուշ ջան, Տիկին Մարիանուշ ջան, առաջարկում եմ միասին հաց ուտենք, նաև ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր այգին ռեստորանին, այս համեղ ճաշատեսակների համար։ Ախպերս, դե օգտվենք միասին, հա։ Տեսի դնե։ Ջան։ Խաչիկ ախպեր, մի հատ լավ կենացում ասում։ Խաչիկ ախպեր, դու իմ ամենալավ ախպերս ես, ու ես ուզում եմ դու իմ կողքին էլ ես։ Իմացած եղի, որ միշտ քո կողքին եմ լինելու ախպերս։ Խմենք քո համար, որ առողջ լինես, չէ։ Այո։ Դասերդ լավ սովորես, մամային լսող լինես, ախպերս, որ մեծանաս հայրենիքի ազգի համար պիտանի մարդ դառնաս։ Խաչիկ ջան, լավ լինես, ցավը տանեմ, առողջ լինես։ Ամենալավ բաները քեզ եմ ցանկանում, որ ուրախացնում ես մեզ։ Բարև ձեզ։ Արտուշ ջան, մենք իմացանք, որ դու հյուրընկալելու ես մեզ, ինչի համար շատ ուրախ ենք եւ մեր այգին ռեստորանի կողմից քեզ համար պատրաստել ենք մի փոքրիկ նվեր, կարծում եմ քեզ դուր կգա, փոքրիկ իշխանը, որտեղ մենք քեզ մաղթանք ենք գրել, սա հետո դու արդեն տանը թաքուն կգարթաս, կարծում եմ քեզ դուր կգա եւ շատ օգտակար կլինի։ Ցանկանում եմ, որ քո բոլոր երազանքները կատարվեն եւ միշտ շրջապատված լինես հրաշք մարդկանցով։ Ամենալավն ու բարին քեզ։ Շատ շնորհակալ եմ քեզ ուզած։
Քեզ նույնպես շնորհակալություն, ձեզ բարի ախորժակ եւ բարի ժամանց։ Շնորհակալություն, Շնորհակալություն։ Բարի։ Արի։ Ես քեզ փագեմ։ Արի, դու արխային արի պահել եմ ես քեզ։ Արի ախպեր ես։ Փակաշ կերետ։ Բան չեմ։ Փակաշ տենաս։ Հա։ Բան չեմ։ Ապրես։ Արտուշ։ Հա։ Դու էլ ինչ էիր երազում ունենաս։ Սամակատ։ Հա։ Շատ էիր ուզում։ Արդեն ունես ախպեր ես։ Ես իմացել եմ, որ դու չունես հեծանիվ եւ սամակատ։ Գնել եմ հեծանիվ mobile.am-ից, խանութների սրահից։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց որոշակի աջակցության համար ախպերես։ Այս արդեն քոնն է։ Շնորհակալություն։ Մի հատ հələ տես, ուզում ես փորձարկես կամ հələ մի հատ արի տենանք կարանք։ Ես ճիշտն ասած այս սամակատից մի քիչ շատ եմ վախենում։ Կարանք քշեմ։ Молодец. Սամակատը քշել գիտեմ։ Հա։ Կասկուշ։ Զգուշ քշես, ստե։ Տորմոզ ես տալի, պինդ պետքա բռնվես, գիտես, չէ։ Շնորհակալություն է սամակատի համար, էծոյի համար ես այդ մեր ուրիշներից է ուզում։ Ցավատ տանեմ։ Զգուշ կքշես, առողջ վայելես, ախպերես, հա։ Ապրեք։ Շատ Շատ շնորհակալություն, որ իր երազանքը իրականացրիք։ Տիկին Մայրանուս ջան, հուսով եմ լավ ժամանակ ունեցանք միասին։ Այո։ Ես ուզում եք ճանապարհել տուն, ես կամի մեքենան ձեզ կուղեկցի, իսկ մեր հրաշք բալի հետ մենք դեռ ունենք անակնկալների բացահայտում։ Շատ շնորհակալ եմ Խաչիկ ջան, այսօրվա համար ձեզ բարի ժամանց եմ ցանկանում, առողջ լինեք։ Դե ես գնացի, ստեսյուն ձեզ բարի օր եմ ցանկանում։ Հաջող բոլես։ Հաջող տես։ Ստեսյուն ձեզ։ Ստեսյուն, լավ մնացեք։ Շնորհակալություն։ Արտուշ ջան, մի քիչ կպատմես ինձ դպրոցում ոնց է դասերդ։ Դպրոցում իրաց պապաները գալիս են, իմ պապաս չի գալի, մանջիկը չա գալի ինձ տանում, սաղին վրենցի ծաղում են։ Դասընկերները։ Հա։ Ախպերես, գիտես ինչպես է, դա գալիս է տան դաստիարակությունից։ Երբևէ նորմալ դաստիարակություն ունեցող երեխան Այո։ չի կարող ծիծաղել իր կողակցի վրա, կապ չունի, որ նեղության մեջ է ապրում տվյալ մարդը։ Իմ կարևոր խորհուրդս քեզ ցավդ տանեմ, պետքա չնեղվես, պետքա քո մեջ ուժ գտնես, դու պետքա պայքարես, ձիգ տղա ես դու, ուժեղ տղա ես, ցավդ տանեմ։ Հայրենասեր տղա ես, տես հայրենասիրական երգեր ես լսում, պատահական չի, որ ընտրել ես Խաչիկ ապերի երգերը, որովհետև մեծամասնամբ հայրենասիրական ժանրի մեջ եմ ես ստեղծագործել։ Երգեր գրել եմ մեր զոհված տղերքի մասին, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենյաց պաշտպանության համար, պաշտպանել են մեր մայրերին, քույրերին, կանանց, Ես էլ եմ այդ հալու բանակ ծառայեմ, որ ես էլ իրաց պահեմ, մայրիկներին, մայրիկիս պահեմ։ Ապրես, ախպերես, ապրես։ 10 տարեկան, չէ, 10 տարեկան ես։ Հա։ 10 տարեկան արդեն դա բավականաչափ մեծ տարիք է, որպեսզի գիտակցես, թե ինչ պետք է անես, որ ծնողիդ կարողանաս լավ պահել, թևու թիկունք լինել, ցավը տանեմ։ Դի աշխատես, որ անես, որ չաշխատես, չես կարաս մի բան ստեղծես։ Այո։ Այո, ախպերես։ Պետքա մամային լսես, մաման շատ է չարչարվել քո համար, պահել է, հաշվի առ թե ինչ օրերով է պահել քեզ մեծացրել ախպերես։ Ցավերով անձի մեծացրեմ։ Երբևիցե պետքա չմոռանաս քո անցյալը։ Այն մարդը, որ անցյալը մոռանում է, լավ ապագա չունի, ախպերես։ Արտուշ, ես տեղեկացա նաև, որ դասերից հետո դու ինչ-որ տեղ ես հաճախում, ուր ես գնում։ Այո, գնում եմ Ռուսի տուն, այնտեղ խաղում ենք, ուտում ենք, դասերը սովորում ենք։ Այնտեղ ընկերներ ունես։ Այո։ Լավ են վերաբերվում քեզ։ Այո։
Դե ինձ նման երեխա կան Արտուր, Մանուկ, Նորայր, Էդմոնդ։ Ընկերությունն էլ Սուրբ Պարքևա, գիտես չէ, ախպերս, պետքա կարողանաս ճիշտ ընկերություն անել։ Չդավաճանես ընկերներիդ։ Շահի համար ընկերություն չանես։ Քո անակնկալները շարունակվում են, ախպերս, մենք հեսա գնալու ենք եւս մի նոր բացահայտում անենք քո համար, որպեսզի քո մեջ երգի երաժշտության հանդեպ սերը էլ ավելի շատ առաջանա։ Հանձինս ազգագրական երգը, հա, ազգագրական երգեցողությունը, ախպերս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Արարատ ջան, հարգանքներս, ողջույններս։ Իմ անունը Արարատ է։ Քոնը։ Արտուր։ Շատ ուրախ եմ Արտուր ջան։ Արարատ ջան, մեր հրաշք հայորդու հետ ծանոթացել ենք ես կամ նախագծի շրջանակներում, Արարատ ջան։ Մեր բալեն ունի հետաքրքրություններ երգարվեստի հանդեպ։ Ինչ լավ է։ Հատկապես ազգային երգարվեստի։ Շատ ուրախ եմ Արտուր։ Շատ ուրախացա, որ ինքը ասաց, որ ազգագրական երգեցողությունը ավելի շատ լսում, սիրում եւ տեղ տալիս։ Ես էլ որոշեցի ծանոթացնեմ իմ անդաշատ ընկերոջս հետ, Արտուր ջան։ Բարով եք եկել։ Որ մեծանաս, ախպերս, լավ ազգային երգեր սովորենք իրար հետ, չէ՞։ Գանք Արարատի մոտ ձայնագրություններ իրականացնես։ Հիմա պիտի մեր ընկերոջը խնդրենք, որպեսզի քո սիրելի երգը միացնի եւ միասին փորձենք երգել։ Որն էր քո սիրելի երգը։ Ջաբրայիլ, 13 արծիվներ, չէ, ախպերս։ Խաղաղություն մաղթենք այս երգով սահմանին կանգնած տղերքին, նաեւ մեր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենյաց խաղաղության համար, ախպերս, չէ։ Արմարա։ Ջաբրայիլի լեռներն այդ գիշեր հիշեցին մեր նախնյաց քաջերին 13 արծիվներ միացան պատմության զորավոր էջերին 13 արծիվներ միացան պատմության զորավոր էջերին Հրամանատ արջամփամ անցակ փառքի լույսով կռվում հերոսացակ ազատության հույսով հայրենի լեռներում արթուն արծվի նման այն առիգը պահեցիք թե օջախ թե սահման ապե ախպերս Մահվանդեն դուրս ելան քաջերը Ուրերը հաչամ աստված մեր տերը Անմեղարիուն թափվեց այդ կռվում Անարդարը երբեք չի ներվում Անմեղարիուն թափվեց այդ կռվում Անարդարը երբեք չի ներվում Հրամանատ արջամփամ անցակ փառքի լույսով կռվում հերոսացակ ազատության հույսով հայրենի լեռներում արթուն արծվի նման անարիգը պահեցիք թե օջախ թե սահման Բրավո Արտուշ ջան Արտուշ ջան ոնց անցավ ստուդիայում Ինչ տպավորություններ ունես Լավ, Տեսար ձայնագրման պրոցեսը ինչպես է անցնում։ այո, Դուրդ եկավ, որ մեծանաս ախպերս, լավ երգեր սովորես ազգային։ Քո խաչի կապերն էլ մի հատ երգա գրելու քո համար սիրուն, որ գանք եւ ձայնագրվես այդ երգը, հա ախպերս։ Կատարվեցին քո երազանքները։ այո, Ախպերս դա դեռ ամենը չի, էլ ինչ երազանք ունես, որ ուզում ես իրականություն դառնա։
Ինչ ցանկություն ունես։ Ես այսօր իջուզել եմ դուք իմ երազանքները կատարել եք։ Ճիշտ ես Արտուշ ջան, բայց ես գիտեմ, որ մի բան կա, որը դու եւս ցանկացել ես ունենալ։ Հիշի, ես կամին ինչ ես ասել, էլ ինչ ցանկություն ունես։ Հեռախոս։ Հեռախոս։ Հեռախոս չունես։ Արդեն ունես, ախպերս։ Ես ուզում եմ այսել հանձնել քեզ, որպեսզի մենք միշտ կապի մեջ լինենք, քեզնից միշտ լավ նորություններ իմանամ։ Զանգեմ իմանամ, որ դու առողջ ես, իմանամ ուրախ ես, մամային լսել ես, ախպերս։ Միշտ լավ նորություններ հայտնես ինձ, հա, հեռախոսով։ Այո։ Ցավը տանեմ։ Խաչիկ ապրեսքան ոչ մեկ իմ համար լավ բան չել արել։ Ես էլ մատ նայում եմ ուրիշների հեռախոսի մտածում եմ, որ ես էլ ունենայի հեռախոս։ Ու ես հիմա ունեմ, որ ուրիշներից հետ չեմ մնա։ Ես եմ ուրախ, ցավը տանեմ։ Ես միշտ ուրախ կլինեմ, որ քեզ ուրախ տեսնեմ։ Ես էլ ուզում եմ տեղեկացնել, որ ունեմ նորաստեղծ գեղեցիկ ընտանիք, ովքեր եւս ուրախ կլինեն քեզ հետ հանդիպելու, ծանոթանալու, քույրիկս, տիկինս։ Մենք նաեւ բալիկի ենք սպասում, ապագայում դու եւս մի քույրիկ ես ունենալու։ Հա, ես եղբայր չունեմ, դու ինձ դարձար եղբայր արդեն, ախպերս։ Ես միշտ ինձ մենակ եմ զգացել, ընկերներ չեմ ունեցել, բայց հիմա ես քո նման ախպեր ունեմ։ Ես էլ շնորհակալ եմ մեր հանդիպման համար, ախպերս։ Ես կամ նախագծին, ողջ տնօրինությանը ես կամ նախագծի, քանի որ իրենք առիթը հանդիսացան, որ մենք իրար ճանաչենք եւ Աստծո օրհնությամբ լավ ընկերներ դառնանք, ցավը տանեմ։ Շատ չտխրես, որովհետեւ մեր հանդիպումները լինելու են շարունակական։ Ես 24 ժամ հասանելի եմ լինելու քեզ համար։ Խաչիկ ապեր կանենք, հեռախոսը բացենք նկարենք իրար հետ։ Սիրով ախպերս, ես քեզ կօգնեմ։ Տեսնենք ակտիվացրած է, ակտիվացնենք։ Ալբիքո ձեռքով բացի ախպերս։ Շնորհավոր։ Շնորհակալություն։ Ուրախ զանգեր ստանաս։ Այս նկարը կպահես ախպերս, ինձ էլ կուղարկես, որ իմ մոտ էլ լինի եւ ամեն անգամ որ երկրում չգտնվեմ, հա, գնամ աշխատանքի, անընդհատ նայեմ կարոտս առնեմ, մինչև հանդիպենք, հա, ախպերս, դարի փաթաթվենք, ցավը տանեմ։ Շնորհակալ եմ ումիջի համար։ Բարի երեկո Խաչիկ ջան։ Օրհնեցեք Տեր հայր ջան։ Աստված օրհնի։ Ինչ օրհնեցաք այսօր։ Տեր հայր ջան, այսօր մեր հրաշք հայորդու հետ ունեցել ենք Աստվածահաճո օր։ Հագեցած անակնկալներով փորձել եմ հնարավորինս իրականացնել մեր հրաշամանուկի երազանքները։ Եվ դες ես կամից զանգեցին եւ պատմեցին Արտուշի պատմությունը, թե ինչ տեսակի պայմաններում էինք ապրում, ինչ զգացիք եւ իմացաք այդ երեխայի մասին։ Տեր հայր ջան, երբ որ ինձ զանգահարեցին, ճիշտն ասած առաջիկա 10 րոպեն, կարծես թե իմ միջով մի հատ sense ցնցում անցավ, հուզմունք, ապրումներ, ինչի, քանի որ զուգահեռներ տարա իմ ապրած մանկության հետ, մենք բավականաչափ նման մանկություն ենք ունեցել։ Ես էլ տարիներ առաջ ապրել եմ շատ չքավորության մեջ, այն պայմանները, որ երեխեն չի ունեցել, ինձ էլ չի եղել, իմ ընտանիքն էլ չի ունեցել։ Իրականում հուզմունքս շատ մեծ էր Տեր հայր ջան, քանի որ որոշակիորեն ծանոթացա երեխայի ապրելակերպին, պայմաններին, հնարավորինս ինչ կարողացել եմ, փորձել եմ անել, աջակցել, որ մարդկանց հոգսը փոքրի շատ է թոթափեմ, թեթևացնեմ։ Ասում եք հրաշք հայորդի։ Ինչպիսի տղա է Արտուշը։ Արտուշը խելացի աչքերով բալիկ էր,
այդպես շատ աշխուժ չէր ինքը, ու հասկանալի է ինչի համար, քանի որ դժվար մանկություն ա ունեցել։ Տվյալ պահին, եթե փորձենք երեխայի հոգեբանության մեջ տեղավորվել, թե ինչ զգացողություններ կարա ունենա, ինչ միջավայրում, ինչ շրջապատի մեջ կհայտնվի, միտեղ կընկճվի, միտեղ տվյալ պահին նեղված կլինի, իրան հույս տվող չի լինի, չեմ կարող ասել, թե ինչ զգացողություններ ունի երեխեն։ Բաներ կա կարող է ինքը չարտահայտվեր, հնարավորինս փորձել եմ մոտենալ այդ նրբազգաց կետերին, որպեսզի կարողանանք իրականացնել մեր երեխայի երազանքները։ Ամենակարևոր խորհուրդը ո՞րն էր, որ տվեցիք։ Քանի որ ընտանիքում հայրը իրենց հետ չի ապրում եւ ամբողջ ընտանիքի հոգսը, թև ու թիկունքը պետք է հետագայում գրի Արտուշը, զգոն լինի կյանքի ամեն մի վայրկյանը ապրելուց, ամեն մի ժամանակաշրջանում փորձի աղոթքներով իմաստնանա եւ որպեսզի կարողանա հետագայում բարելավի իր ընտանեկան կյանքը, կարգավիճակը, քանի որ ծնողը ջանք ու եռանդ չի խնայել, որ ժպիտ պարգևի երեխային։ Ձեր տված բարի խորհուրդներով ինքը վստահ եմ, որ հաջողությունների կհասնի։ Խաչիկ ջան, ինչ եք տանում այսօր եսկամից։ Տանում եմ ինձ հետ մեծ պատասխանատվություն եւ իմ հանդիպումները երեխայի հետ լինելու է անպայման շարունակական։ Պետք է մենք բարեկամություն անենք, որ երեխան այնպես չի, որ մի անգամ հանդիպեցինք, եզրափակվենք եւ սահմանափակվենք այդ հանդիպումով։ Ես վստահ եմ, որ ձեր շարունակական հանդիպումները Արտուշին կսովորեցնեն աստվածպաշտություն, բարություն եւ իմաստություն։ Մանավանդ գիտենք, որ Աստված մեզ շնորհում է լավ կարողություններ, ինչպես որ Հակոբոս Առաքյալն է ասում, ամեն բարի շնորհ եւ կատարյալ պարգև Աստծուց է իջած, եւ մենք հիմա փառաբանենք Աստծուն եւ օրհնենք նրան, որ այսօր մեզ այդ հնարավորությունը տվեց, որ կարողանանք օգնել մի բալիկի, մի հրաշք հայորդու, ինչպես ասում եք։ Փառք Տիրոջ։ Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Աղոթենք ձեզ համար։ Սիրով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրհնյա, ըս խաչիկ ծառայս քո, ընդհովանյավ սուրբ եւ պատվական խաչի վտքովի խաղաղության, փրկյահերևելի եւ հաներևույթ թշնամույն, արժանավորյա գոհությամբ փառավորելս քեզ ընթոր եւ հոգույց սրբով, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն։